Այդ պատերազմում բոլորը ուզում են այս ճանապարհները վերահսկեն։ Սա առանցքային ուղի է Չինաստան Եվրոպայի հետ կապող։ Եվ հատկապես հաշվի առնելով, որ հիմա չինա-եվրոպական առևտրային կապերը ել ավելի են ընդլայնվելու եւ եվրոպացիները արդեն ասում են չինացիները եւ ոչ միայն չինացիները, նաեւ բոլոր այն երկրները, ում հանդեպ տարիֆներ է կիրառում Տրամպը, հիմա խնդրում են եվրոպացիներին, որտեղ միակ երկրորդ ամենավճարողունակ շուկան աշխարհի Միացյալ Նահանգներից հետո Եվրոպան է։ Եվրոպան եւ այդ թվում Եվրոմիությունը, որպես Եվրոպայի ավելի այսպես փոքր հատված, համեմատաբար փոքր, որտեղ Եվրոմիության մեջ ընդամենը մի քանի երկիր չեն մտնում եվրոպական, դրանցից խոշորը միայն Մեծ Բրիտանիան է ըստ էության, հա։ Եվ ինչ են անում եվրոպացիները, արդեն սկսում են բանակցել եւ ակնհայտ է, որ այսպես թե այնպես այդ առևտրաշրջանառությունը ավելանալու է իրար մեջ։ Այսինքն նաեւ եվրոպացիները կարիք ունեն, չէ, շատ բաների, շատ շուկաների, որը որ Միացյալ Նահանգները փակում իրենց առջև եւ այդտեղ կարող են Չինաստանին գտնել։ Եվ այն ինչ որ եվրոպացիները փորձում են կենտրոնացնել Հնդկաստանի վրա ու ելի այստեղ Հայաստանի դերը մեծ է լինելու, որպես հյուսիս-հարավի ճանապարհին ընկած երկիր, եւ պատահական չի այդ խոսակցությունները, հա, Իրանից, Իրանի հայտնի նավահանգստներից, ուրեմն բերել այդ բեռները Հայաստան Վրաստանով սևծով եւ ուրեմն Եվրոպա դրան զուգահեռ իհարկե հիմա ելի կենտրոնանում է, աշխուժանում է Չինաստանից դեպի Եվրոպա միջին միջանցք կամ այդ միջին միջանցքը դա արևմտյան անվանումն է, եվրոպական անվանումն է, կամ մեկ ուղի, մեկ ուրեմն գոտի, հա, այդ չինական պրոյեկտը, որը այդ նույնն է, ուղղակի իրենց վերահսկողությամբ, իրենց ներդրումներով, իրենց ենթակառույցներով։ Դրա համար եվրոպացիները գալիս են Միջին Ասիա, ասում են մենք 10 միլիարդ կդնենք այդ ինֆրաստրուկտուր ենթակառույցները ճանապարհներով այն կառուցելու համար, բնականաբար եթե իրենք են ներդնում, իրենք էլ վերահսկելու են։ Չինացիները ասում են մենք կգանք կներդնենք։ Եվ այստեղ ամեն մեկը քաշում է իր վրա։ Չնայած երկուսն էլ շահագրգռված են այդ ճանապարհներով։ Բայդենի օրոք, հիշում եք, Օբրայենը եկավ Բաքու եւ ըստ էության հայտ ներկայացրեց, որ իրենք պետք վերահսկեն այդ ամբողջը, բայց դրա համար պետք էր, որ հայ-ադրբեջանական խաղաղություն կնքվի, որպեսզի այդ ճանապարհները ոչ միայն Հայաստանով անցնեն, այլ նաեւ գազատարերը եւ այլն, այդ թվում թուրքմանական գազի այդ նոր հանքավայրերը բացել են, դա այլ չգնա Չինաստանի կողմ կամ դեպի հարավ, այլ գա դեպի Եվրոպա։ Գալու էր Եվրոպա, բայց վերահսկելու են Միացյալ Նահանգները։ Հիմա Տրամպի օրոք դա մի քիչ պակասել է այդ ազդեցությունը, բայց Օբրայենը մնացել է իր պաշտոնին, ինստիտուցիոնալ առումով Միացյալ Նահանգների շահերը ոչ միտեղ չեն չքվել, եւ նենց էլ չի, որ Տրամպը ամբողջությամբ դեմ է գնում այդ շահերին, ուղղակի ինքը իր կերպ է դա հասկանում, իր կերպ է իրականացնում։ Միացյալ Նահանգների շահից բխում էր Չինաստանի թուլացումը, եւ Բայդենն էլ այդ նույնով զբաղվում ավելի զգուշ։ Տրամպը ավելի կոշտ է զբաղվում, որը ավելի բացասական հետևանքներ իր վրա բերելու, բայց ուզում եմ ասեմ, բայց ինչի է շարունակում նույն բանը, որտեղ դա Միացյալ Նահանգների ռազմավարական շահերն է, որտեղ դա թիվ 1 մարտահրավեր նետող երկիրն է Միացյալ Նահանգներին, թե տնտեսական առումով եւ թե ռազմական։ Հիմա նաեւ արգելել են լիթիումի ուրեմն օգտագործմամբ որոշ ուրեմն արտադրություններ իրականացնող գործարաններին ֆինանսավորել ամերիկյան բանկերին։ Երկու խոշոր ամերիկյան բանկ, կարծեմ JP Morgan-ն էլ կար մեջը, ուրեմն ասել է ուղղակի, Տրամպը ասել է դադարեցնել է ֆինանսավորումը, հետ քաշի 1.5 միլիարդ, կարծեմ թե նույնիսկ ավել գումար հետ է կանչել, այդ բանկերը հետ են կանչել այդ ինվեստիցիոն ծրագրից Շանխայում թե Գոնկոնգում, հիմա կարող է սխալվեմ։ Ուզում եմ ասեմ, այսպիսի բաներով ինչի, որտեվ այդ լիթիումից հիմնականում տրանսֆորմատորներ, այսինքն մարտկոցներին վերաբերող արտադրություններ, ինչի են դա մտահոգ, որտեվ այդ մարտկոցները արդեն սուզանավերի վրա պետք է օգտագործեն չինացիները եւ դա արդեն այսպես կոնվեյերային սկզբունքով սկսեն այդ սուզանավերը արտադրել եւ այդտեղ բալանսը կարող է խախտվել իր օգուտ Չինաստանի, որտեվ Չինաստանը հիմա ավելի էժան ամեն ինչ արտադրում, ավելի քիչ է ծախսերի վրա նստում եւ ավելի մեծ ծավալների կարող է անել եւ կամաց գալ հասնել Միացյալ Նահանգներին։ Ինքը իր թվականակով զինված ուժերի կրկնակի ավել է հիմա արդեն Միացյալ Նահանգներին։ Առևտրային պատերազմները նրանով են վտանգավոր, որ այնտեղ քանի որ 100 միլիարդավոր եւ տրիլիոնավոր դոլարների գումարների մասին է խոսքը, այնտեղ կարող են գործի դրվել նաեւ պրոքսի պատերազմները։ Հասկանում եք, նույնիսկ միջև այդ առևտրային պատերազմները զուտ առևտրային շահերի հակասությունները բերում են նրան, որ այդ պրոքսի պատերազմները, օրինակ, հուսիտների ձևով
ի հայտ են գալիս եւ փակում են ճանապարհներ։ Տեսեք, ելի ճանապարհի մասն է խոսքը։ Կամ Իսրայելում Համասի հարձակում էր տեղի ունենում եւ փակվում էր իսրայելյան պրոյեկտը, ուրեմն արևելք-արևմուտքի նույն այդ ճանապարհների վերաբերյալ, որ Պարսից ծոցից պետք է Սաուդյան Արաբիայով գնար դեպի ուրեմն Իսրայել եւ Իսրայելից նոր գնար Եվրոպա։ Սիրիայում էլ հակառակը, այն ինչ որ Սիրիայով պետք է անցնեն, այդտեղ էլ թուրքերը եկան խանգարեցին եւ ոչ միայն թուրքերը, իսրայելները բզբզում այդտեղ եւ այլն։ Հիմա միակ ճանապարհը էլի մնացել է մեր տարածաշրջանը։ Երբ որ Չինաստանը ընդունում է, որ Հայաստանը կարող է խաղաղության խաչմերուկ դառնալ, ինքը հասկանում է, որ այդ խաղաղություն բառը ինչքան կարևոր է այդ խաչմերուկ դառնալու համար։ Որտեղ որ խաչմերուկի հնարավորություն կար, այնտեղ խաղաղությունը խաթարվեց, որ խաղաղություն չլինի։ Որ այդ միլիարդավոր հոսքերը, որից պետք է օգտվեին նաև այդ երկրները։ Սիրիան պետք է օգտվեր, Իսրայելը պետք է օգտվեր։ Այսօր Սիրիացի նոր ղեկավարությունը այնքան խոհեմ է, ահաբեկիչներ են, իդեպ այդ բանի նախքին ըստ էության իսլամական պետության կցորդներ, բայց իրանք անջատվեցին, կամաց-կամաց փոխեցին իրենց իմիջը։ Այնքան խոհեմ են, հիմա հայտարարել որ իրանք պատրաստ են Աբրահամի համաձայնագրերին միանալ։ Աբրահամի համաձայնագրերը մեր դիտողներին որ տեղակ չի, ասեմ, որ դա էլի Տրամպի օրոք, նախորդ իր պաշտոնավորման օրոք մի ուրեմն համաձայնագիր, որը սկսեց բանակցվել ծոցի երկրների եւ Իսրայելի միջև, որպեսզի հաշտություն լինի, որտեղ արաբական երկրները ըստեյության Պաղեստինի խնդրից հոգնել են, նաեւ ունեն մեծ շահեր տնտեսական, թե Միացյալ Նահանգներում, թե նաեւ նույնիսկ Իսրայելում, որը բավականին զարգացած երկիր է, եւ երբ որ ես ասում եմ, մենք պետք է մտածենք Հայաստանը տնտեսապես այնքան զարգացնենք, որ երկրներ ուզենան Հայաստանից հարաբերվեն ու դրա շնորհիվ կամ դրա խաթեր չուզենան, որ ինչ որ մեկին աջակցեն Հայաստանի դեմ քայլեր անելուց, հա, այդ թվում Թուրքիային է վերաբերում։ Մենք կարող ենք, այդ պոտենցիալ ունենք, այդ ուղղությամբ ուղղակի պետք է աշխատենք։ Ուղիղներից պետք է զոր տանք, հա, այլ ոչ թե ուռա հայրենասիրական կենացներին, որը մեր մոտ ավելի լավ է ցավոք սրտի միջև մաստացվում, մանավանդ տարբեր տեղեր չված, տարբեր իրենց պսևդո բլոգերություն անող, ավել պակաս վայրահաճող ինչ որ կենաց ասողներ կան, որոնք որ անդադ փորձում են խառնել Հայաստանի իրավիճակը, դրա մասին էլ կարող ենք խոսել։ Ուզում եմ ասեմ, որ Իսրայելի արժեքը այդքան կար, որ նույն Սաուդյան Արաբիան եւ ծոցի երկրները համաձայնվեցին գնալ հաշտության եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ այլն, վերջի պահին ուղակի, հետո դա անցավ Բայդենին, Բայդենը շարունակեց այդ խոսակցությունները, բայց այսպես չստացվեց, որովհետև այդ հարձակումը տեղի ունեցավ, ուրեմն Համասի հարձակումը անցած տարվա հոկտեմբերին 23 հա, ներողություն, 23 թվականի հոկտեմբերի 7-ին, այո։ Այնպես որ այդ պատերազմները դեռ կարող են ծավալվել, շատ ցավալի է։ Լավ կլինի, որ այդպիսի ակտերով ահաբեկչական ինչ-որ բաներով սահմանափակ Ալիևի այցը Չինաստան եւ Չինաստանի հարաբերությունների լավ ջերմացումը Ալիևի կարող է նաեւ դրական լինել Հայաստանի համար, որտեղ Չինաստանի շահերից բխում է տարածաշրջանում խաղաղությունը։ Ավելին ասեմ, չի կարող Ալիևը որևէ մեկին համոզի, որ այնքան որ թույլ տվեք ես մտնեմ գրավեմ այդ Միչանսկի հատվածը, որ ազատ առևտուրը լինի ու հետո արդեն իմ հետ մենակ խնդիր կունենաք, ազատ առևտուր կլինի, ոչ մի ազատ առևտուր գրաված տարածքով ոչ մեկ չի անելու։ Ոչ մի եվրոպական երկիր չի առևտուր անելու օկուպացված տարածքի միջով անցնելու բանը։ Նույնն է ոնց որ հիմա ասեն դե ոչինչ որ Դոնբասը գրավել եք, Դոնբասով եկեք ճանապարհները բերեք մենք առևտուր անենք։ Փակել են ամբողջ Ռուսաստանը փակել, Ռուսաստանի պես տերությունն են փակել, որ մնաց Ադրբեջանի դեմ սանկցիաներ չկիրառեն, հա։ Այնպես որ ես կարծում եմ, որ այդ իմաստով, ինչքան էլ որ մենք կարող էր տպավորություն ստեղծվել մեզ մոտ, որ Միացյալ Նահանգների դժգոհությունը դա կբերի եւ Ալիևին կթուլացնի արևմուտքի աչքերում եւ արևմուտքի հետ հարաբերությունների տեսակետից, հա, բայց մենք տեսնում ենք, որ ճիշտ է Տրամպի վերջի ուղերձում կարող է եւ դա արտացոլված էր, երբ որ ինքը վերահաստատեց Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ուրեմն պայմանագրի կամ կանադրության, այսպես ասենք, խարտիայի դրույթների իրականացման անհամբեր սպասելու հանգամանքը, հա, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ եվրոպացիները առանձնապես նեղված չեն ադրբեջանա-չինական հարաբերությունների խորացմամբ, մանավանդ իրանք էլ են գնում Չինաստան գալիս են, հիմա մեծ պատվիրակության այց է պատրաստվում, ել չեմ խոսում, որ կայակալացնել բռնեց գնաց Ադրբեջան, Հայաստան սկի չեկավել,
Գուցե նաև այն ֆոնին, որ Հայաստանի ղեկավարը արդեն հայտարարել է, որ պետք է գնա Մոսկվա մայիսի 9-ի այդ բաներին մասնակցելու, գուցե։ Կամ գուցե նեղ միայն Ադրբեջանի հետ ունեցած շահերը։ Օրակարգ նման դեպքերում Տնտեսական տեսեք շահերը։ այնց չի, որ այլ երկրներ, նույն Գերմանիան չունի այդ տնտեսական շահերը ավելի շատ Ադրբեջանում, քան Հայաստանում, բայց նախագահ Գերմանիայի տարածաշրջանային այցով այցելեց, այսինքն եթե նույնիսկ Ադրբեջան էր ուզում գնար, անպայման մի հատ Հայաստան եկավ, որպեսզի գոնե հավասարակշռություն պահի, հաշվի առնելով Հայաստանի ժողովրդավարական կեցվածքը, ներքին կառուցվածքը, նաև ձգտումները եվրոպական, եւ հակառակը Ադրբեջանում մարդու իրավունքների իդեպ Կայա Կալասը խիստ քննադատության արժանացավ Եվրոպարլամենտի եւ երկրների պարլամենտականների կողմից, Եվրոմիության անդամ երկրների այս վերաբերմունքի համար։ Եվ շատ ճիշտ քննադատության արժանացավ, որտեվ նա կրկնում է ըստեյցան Ուրսուլա ֆոն դեր Լայենի 3 տարի առաջվա արած սխալ էր, որ գնաց ձեռքը սեղմեց Ալիևի, ասաց վստահելի գործեր եք, ինչա թե 3% գազ է մատակարարում Ադրբեջանը Եվրոպայի կարիքների 3%-ը բավարարում, այսինքն ինչ է, էլի։ Դուք Ռուսաստանի պես հսկայական գազ մատակարարողից հրաժարվեցիք ձեր սկզբունքների համար, բայց չգիտես, այստեղ սկզբունքները մի կողմ եք դնում այդ 3%-ի համար։ Անհասկանալի է։ Նու պարզ է, այստեղ միայն գազի խնդիրը չի, էլի եմ գալիս էլի ճանապարհներին, որտեղ իրենք ուզում են Ադրբեջանին ամեն դեպքում պահեն շատ թեքիչ, վերահսկելի իրենց ուրեմն ազդեցության ծիրում ամբողջությամբ չկորցնեն, որպեսզի նաև այդ ճանապարհների վերահսկողության հարցը, օգտագործման հարցը, եթե նույնիսկ չհաջողվի լիովին եվրոպականով անել, գոնե չթողնել ամբողջությամբ Չինաստանի ձեռքը գնա, հա, ոնց որ Անագլիա նավահանգիստը եղավ օրինակ, Վրաստանը ամբողջությամբ տվեց դա Չինաստանին այդ պրոյեկտը, հիմա չինացիներն են դա կառուցում Սևծովյան ափին, որը շատ մեծ իհարկե դժգոհության պատճառ դարձավ Միացյալ Նահանգների համար, ով փորձում էր ինքը այդ կառուցել։ Ուզում եմ ասեմ, որ այս միջազգային իրավիճակում չինական ուրեմն դերակատարությունը եւ քշիրը պետք է հաշվի առնել եւ Հայաստանը պետք է հաշվի առնի իհարկե, առանց վատթարացնելու կամ վնասելու արևմտյան մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները, բայց այդ մեկնած ձեռքը նաև, հա, ներգրավելու Հայաստանը պետք է առնվազն քննարկվի, հասկացվի, հասկանանք ինչ են առաջարկում չինացիները, ինչ բացասական ինչ որ բաների կարող է դժգոհությունների կարող է բերի արևմուտքում դա եւ որտեղ են ոսկե միջինը, որը մենք կարող ենք իրականացնել հարաբերությունները Չինաստանի հետ։